Երևի այժմ անդրադառնանք պարոն Ղազարյանը կներկայացնի գործի իրավական արժեքը մարդասիրական իրավունքի դիտանկյունից, քանի որ գլխատումը տեղի էր ունեցել ոչ թե խաղաղ պայմաններում, ինչպես օրինակ Գուրգեն Մարգարյանի գործն էր, այլ ակտիվ հակամարտության շրջանակներում, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Արցախ հայկական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներ, եւ նաեւ քանի որ պարոն Ղազարյանը փաստահավաք առաքելության շրջանակներում տեղանքում էլ ներկա է գտնվել, մի փոքր այլ մանրամասներ կարող եք հայտնել դեպքից, վայրից, այն ապացույցներից, որը օգտագործվել է։ Շնորհակալություն։ Գանգատը մենք ուղարկել ենք նորից նայեցի ապրիլի 12-16 թվականին, այսինքն մի քանի օր։ Այո, 30, բայց հիմնական գանգատն է։ Ինչով է կարևոր այս որոշումը։ Նախ սա դատական ակտ է, սա պատմական փաստ է, ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի։ Իմ համար շատ կարևոր է հենց այդ հանգամանքը։ Սա հրապարակախոսական ինչ-որ դված չի, նույնիսկ կներեք մանիտորինգային զեկույց, դատական ակտերը հերքել հնարավոր չի։ Եվ սա ցույց է տալի պատերազմի դեմքը։ Այնպես ինչպես հետքի լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թալիշ եւ նկարել Խալափյաններին, եւ իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ նկարը, դուք գիտեք ինչի մասին եմ խոսում։ Եվ ամբողջ աշխարհը հասկացավ, որ դա բոլորն էր ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում էր Ադրբեջանը, այսինքն դա անօրինական պատերազմ էր։ Այնպես էլ այս դեպքը եւ սրանից հետո եկող մյուս դեպքերը, որոնք դառնալի են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ, կոտրելու են Ադրբեջանի առաջ տանող այն միֆը, թե իբր մենք զոհ ենք, հայերը հարձակվել են մեր վրա, ընդհանուր նաև որ դա հայրենական պատերազմ չէր, դա ագրեսիվ պատերազմ էր, հայրենական պատերազմ չեն գլխատում զինվորներին, ձեռքերը չեն կտրում եւ այլն։ Եվ դա էլ միացած այն ագրեսիվ ռետորաբանության հետ, միեդես ամբողջը դրել է մի շրջանակում, եւ չնայած Ադրբեջանի կառավարությունը անընդհատ բողոքում էր, ընդհանուր մինչեւ մի օգտագործեք հայկական անվաններ, միեդը գտնվեց իր բարձունքում։ Եվ նման դատական ակտերելի տեղ ունենալու։ Հիմա առաջինը դա է կարևորը, խնդրեմ հիշեք, որ սա պատմական փաստ է, որովհետև սա դատական ակտ է, որովհետև քաղաքական դիսկուրսում երկրորդ, երրորդ օր ամեն ինչ մոռացվում է, նոր դիսկուրսներ, նոր թեմ, իսկ դատական ակտը մնում է։ Երկրորդ կարևորը, ինչպես նշեց Սիրանուշը, սա մի դատական ակտ է, որը միեդը սովորաբար դժվարությամբ է կայացնում, երբ որ պատերազմի ակտիվ փուլում է տեղ ունենում անմարտկային վերաբերմունք, խոշտանգում, ռազմական հանցագործություններ, միեդը սովորաբար ձեռնպահ է մնում, բայց միաժամանակ հասկանում է, որ չի կարող հետևողական այդ կանոնը կիրառել, եւ որոշ դեպքերում, երբ որ խախտումը ահագնացող ծավալի է կամ առանձնակի դաժանությամբ, ի վերջո գտնում է, որ թեև ակտիվ փուլում է տեղ ունեցել ոչ միայն պոզիտիվ պարտավորության, այսինքն հետագայում վարույթներ հարուցելու, այլև նեգատիվ, այսինքն նյութայրավականի ներքով որոշում է կայացնում։ Ահա այստեղ որոշումը որ կարդաք, ըստ էության ինչ է ասում ԵԴ, դա կատարել են Ադրբեջանի զինված ուժերի անդամները, դա կատարել է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը ստիպված սա պետք է ընդունի, որքան էլ որ պետության ներսում վարույթներ հարուցի, դատավարություններ, որով փորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը, իր ագրեսիվ պատերազմը, դուք գիտեք ինչ դատավարությունների մասին եմ խոսքում։ Նման դատական ակտերը հերքելու են այդ իրենց այսպես ասած պատմական ճշմարտությունը։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթարել մի շարք շատ կարևոր եւ երերացող սկզբունքներ, որով մենք մտահոգված ենք դեռ 16 թվականին, ցանկացած դատական վար դա նաև մեծ քանակի ֆորմալիզմ է, այդտեղ ձևականություններ կան ընդունելության արագ ներկայացրեց, միայն տարածքային իրավազորության հարց Ադրբեջանը ասում է դա մենք չենք ընդհանրապես, դա հայերն են արել, դե արյու ապացի դա։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթարել դա, ուրախ եմ, որ նյութայրավական հիմքով նույնպես որոշում կայացրեց, իհարկե դեպքը շատ ցավալի է, ամեն անգամ երբ որ խոսում ենք նման դեպքերի մասին, առաջերտին հիշում ենք ընտանիքի անդամների։ Բայց այդուհանդերձ սա առաջինը չէ, սա շարունակվել են նման ռազմական ակտիվ փուլում տեղի ունեցած դաժան վերաբերմունքի վերաբերյալ դատական ակտեր, որոնք կրկնում իմ համար կարևոր այն է, որ կասկածի տակ է դնելու Ադրբեջանի եւ 16 թվականի եւ հետագա նաեւ 20 թվականի
այսպես կոչված հայրենական պատերազմի կամ այսպես կոչված ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը։ Ադրբեջանը ամենաշատը դա է փորձում, դրան է փորձում հասնել, լեգիտիմացնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերը, իր կողմից ագրեսիվ պատերազմը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելու։ Իմ կարծիքով ամենամեծ արժեքը իրավական, մենք քաղաքական վերաբերյալ չենք խոսում, ամենամեծ արժեքը դրանում է այս դատական ակտի։ Եվ եթե կարելի է շատ հակիրճ ապացույցներին, թերևս տեսել եք, մենք հարցադրումներով էլ այդ հարցին կանդրադառնանք, Ադրբեջանը շատ ցավագին է արձագանքել, բայց նաև ագրեսիվ, այսինքն ոչ թե զղջում են կատարվածի համար եւ հանձնառում են փոխել պրակտիկան, մարդկային հարցերի վերաբերյալ իրենց վերաբերմունքը, փոխարենը մեղադրում են միջազգային դատական ատյաններին անարդարացիության մեջ, կարծում եմ այդ արդարացիության զգացումը այդպես էլ ադրբեջանական հասարակության եւ իշխանությունների մոտ չի ձևավորվում, եւ այն կեղծ թեզն էին առաջ քաշել, թե իբր մի քանի ցուցմունքների հիման վրա եվրոպական դատանը դատական ակտ է կայացրել։ Մենք հստակեցնենք, որ այս գործով մենք ոչ թե ունենք մի քանի ցուցմունքներ, մենք ունենք երևակայելի մեծ ծավալի ապացողական բազա, մենք ունենք այն ավտոմեքենան, որը խոցվել է, մենք ունենք դիեր, որոնց վնասվածքները կան, պարզվել է դրանց առաջացման ժամանակահատվածը, մենք ունենք նաև բազմաթիվ այլ փորձաքննություններ, որոնց միջոցով կարողացել ենք ինչպես նույնականացնել գլուխը, այնպես էլ կարողացել ենք նույնականացնել կատարողին, մենք բացահայտել ենք կատարողի նաև հարցազրույցը, երբ վերջինս այդ հերոսացման ջանքերի մեջ գտնվելով մանրակրկիտ պատմում էր, ինքնախոստովանում էր կատարված սեփական հանցագործությունը, այո, եւ երևի պարոն Ղազարյան, ներկայացնել կարող եք որոշ լուսանկարներ եւ ցուցադրել։ Ուրեմն ամենայն հավանականությամբ դիվերսիոն խումբը, որը մեր դիրքերի հետևում էր գտնվում Թալիշի, վերադառնում էր Թալիշից, որտեղ արդեն կատարել էր Խալափյանների նկատմամբ հանցագործություն։ Այսինքն հասարակ դատացկաբանական փորձաքննությունը կարող է ցույց տալ, եթե Ադրբեջանում դարվեր, որ սա նույն մարդիկ են արել, ովքեր կրակել են Բեռնատարի, դուք տեսնեք Բեռնատարը ցանց էին սարքել, եւ ովքեր ընդամենը 4-5 ժամ առաջ գտնվել են Թալիշում։ Այսինքն, այո, ցանկացած դատավարժն բարդպանը ապացույցները հայտարարելն է, մանավանդ եթե ապացույցները գտնվում են այլ պետության տարածքում։ Այստեղ մեզ հաջողվեց այնքան որոշակի քանակի եւ որակի ապացույցների շեմը հաղթել, որ ապացման բեռը անցավ դիմացինի վրա, եւ Խալափյանների վճիռը հաստատ կգա եւ կհամալրի այս վճիռը եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված։ Ես անձամբ այդ վայրում եղել եմ օգոստոս ամսին 16 թվականին եւ դա ամենևին ակտիվ ռազմական գործողությունների դաշտ չէր, դա թիկունքում էր գտնվում, որտեղ Բեռնատարը տանում էր զինամթերք, հասկանալի հումանիտար իրավունքի համաձայն դա լեգիտիմ թիրախ է, բայց ոչ այդ կերպ հասնել ռազմական առավելության, ինչպես ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Եվ դա Թալիշ գյուղից մոտավորապես 1-1.5 կիլոմետր հեռավորության վրա էր, փոքրիկ ձորակի վերևը ճանապարհի վրա, այսինքն պարզ է, որ դարանակալն էին մեքենան։ Ինչևէ, ես շատ չերկարացնեմ, ուղղակի կրկին իմ կարծիքով բավականին բարդ process էր սա, որովհետև մեզ պետք է ցույց տալ, որ ակտիվ ռազմական փուլում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է եւ կատարել է այդ դաժան գործողությունները եւ ուրախ եմ, որ կարողացանք որոշ իրավական խնդիրներ լուծել։ Շնորհակալություն։ Հիմա խնդրենք, որ Հասմիկ Հարությունյանը ներկայացնի, թե այս վճռի լույսի ներքո ինչպես պետք է վերաիմաստավորվեն միջպետական գործընթացները, տեղյակ եք, որ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան միջպետական գործընթացներ կան թե Եվրոպական դատարանում եւ թե ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում, բայց նաեւ կա նախաստորագրված փաստաթուղթ, որով պետությունները հանձնառում են հրաժարվել, ավելին հանձնառում են անգամ որպես երրորդ կողմ չներգրավել որևէ դատական գործընթացի։